Բարև ձեզ։ Քիչ անց Տեր Աստվածատուր Քահանա Սարգսյանը տեսակապով կմիանա հաղորդմանն ու կպատասխանի մեր օգտատերերի հարցերին։ Եթե հետաքրքրված եք, թե ինչու է մկրտվողը նոր անուն ստանում, հեռավար կարելի է մասնակցել խոստովանության կարգին, որտեղ է գրված ինքնասպանների համար կարգ չկատարելու մասին, ինչու է կանանց գերեզմանի փոսն ավելի խորը փորվում, որտեղ են պահվում 10 պատվիրաններն անփոփոխ քարե տախտակները, լսեք Տեր հորը։ Օրհնեցեք։ Աստված օրհնի։ Անժելա Սարգսյանի հարցն ընթերցեմ, մկրտվողին նոր անուն շնորհելը երբվանից է կիրառվում մեր եկեղեցում եւ արդյոք միշտ է այդպես եղել, խնդրեմ։ Այո, միշտ է այդպես եղել եւ մենք կարող ենք դրա մասին փաստել դիտելով մեր վանքերի ու եկեղեցիների մկրտության ավազանները։ Դարեդար մեր եկեղեցիները, երբ որ կառուցվել են, ավազանները եղել են փոքր չափերի։ Եվ դա այն պատճառով, որովհետև մանուկ երեխային 40 օրեկանում եւ նույնիսկ ավելի շուտ 8 օրեկանում բերել են եկեղեցի եւ մկրտել են։ Եվ այդ ժամանակ է, որ քահանան անունն է դրել երեխայի եւ այդ անունը եղել է հենց իր միակ անունը, որ քաղաքացիական անունն է նաեւ եղել։ Հետագայում արդեն որ քաղաքացիական եւ եկեղեցական անունները այսինքն տարբերվեցին իրարից եւ եղան այնպիսի ինստիտուտներ, որոնք որ նախորոք քաղաքացիական անուն էին շնորհում եւ հետագայում արդեն մկրտվելով երկրորդ անունը դնելը այն հին սովորության շարունակություն եղավ։ Բացի դրանից մկրտվողի նոր անուն դնելը իր համար նաեւ նոր առիթ է, նոր կյանքի սկիզբ խորհրդանշելով սրբի անուն ստանալ եւ այդ սրբի տոնը դարձնել իր համար անվանակոչության տոն։ Ամեն տարի այդ սրբի տոնին ինքը կունենա առիթ նորից տոնելու իր անվան տոնը։ Մկրտության ժամանակ քահանան ինքը իրավունք ունի անունը տալու եւ հաճախ հարցնում է մկրտվողներին, թե ինչ անուն կուզեն։ Եվ այնպես է պատահում, որ հաճախ մկրտվողները այդ անունը ավելի են հավանում եւ ավելի են սկսում օգտագործել, քան իրենց նախորդ անունը։ Ուստի շատ գովելի է այս սովորության պահպանումը եւ մարդու կողմից այդ նոր անվան օգտագործումը։ Լիաննային հետաքրքրում է, կարելի է արդյոք հեռավար համացանցով մասնակցել խոստովանության կարգին, քանի որ ֆիզիկապես եկեղեցի գնալու հնարավորություն չկա։ Նախ շատ գովելի է Լիաննայի պատրաստակամությունը խոստովանության կարգին մասնակցելու, ապաշխարության խորհուրդը կատարելու համար եւ պետք է հույս հայտնեմ, որ շատերը պետք է այս օրինակին հետևեն եւ գնան խոստովանության կարգին մասնակցեն, խոստովանեն իրենց մեղքերը քահանայի առաջ։ Պետք է ասեմ, որ հեռավար կերպով համացանցով խոստովանության կարգ կատարելը խնդիր է այն իմաստով, որ խախտվում է բացարձակ գաղտնիության կանոնը։ Մենք գիտենք, որ երբ որ խոստովանություն է կատարվում, քահանան ինչ որ լսեց, այդ պահին իսկ պետք է մոռանա եւ որևէ այլ տեղ չպետք է հայտնի։ Եվ նույնիսկ կանոններ կան սահմանված կանոնագրքում, որ քահանան եթե խոստովանությունը հայտնի այլ անձի, պետք է կարգալույծ արվի։ Սակայն արձանագրված Սուբլիքո լուսավորչի կանոնախմբի 22-րդ կանոնում եւ նաեւ Դևինի 554 թվականի 16-րդ կանոնում եւ նույնիսկ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում նույնպես այդպիսի հոդված կա։ Ծայրահեղ դեպքում, եթե անհնար է քահանայի մոտ գնալը, եկեղեցի գնալը, ապա քահանային կարող է հրավիրել ձեր տուն եւ այդտեղ կատարել խոստովանությունը, բայց սա կրկնում եմ միայն ծայրահեղ դեպքերում է կարելի անել։ Հեռավար կերպով խոստովանությունը անհնար է կատարել նաեւ այն իմաստով, որ կարող եք զրուցել, խորհուրդ հարցնել քահանայից, նույնիսկ ձեր մեղքերի մասին պատմել, բայց խոստովանության կարգը ենթադրում է անմիջական ներկայություն խոստովանողի եւ խոստովանվողի միջեւ եւ այդ ժամանակ է որ հնարավորություն կա խոստովանությունից հետո արձակման աղոթքի
այսինքն որպեսզի քահանան իր ձեռքերը դնելով կամ խաչով օրհնելով խոստովանողին արձակի իր մեղքերից։ Սա վերաբերում է թե մասնավոր եւ թե ընդհանրական խոստովանությանը։ Ինքնասպանությունը հայ-առաքելական եկեղեցին մեղք է համարում եւ քահանան կարգ չի կատարում։ Ժորժին հետաքրքրում է Աստվածաշնչում կա այդ մասին որևէ գրառում, եթե այո, որտեղ գտնել, իսկ եթե ոչ, ապա ինչպես է կայացվել այդ անձանց համար կարգ շանելու որոշումը։ Ինքնասպանության դեպքում կարգ չկատարելու որոշումը միայն հայ-առաքելական եկեղեցում չէ, որ կիրառվում է, այլ կիրառվում է շատ այլ եկեղեցիներում, ուղղափառ կամ կաթոլիկ եկեղեցիներում, եւ սա շատ հին կանոն է, որ գալիս է 4-րդ դարից սկսած, դեռ եկեղեցու 12 վարդապետներից Սուրբ Աթանաս Ալեքսանդրացու անունով պահպանված 11-րդ կանոնում, եւ որտեղ որ ասվում է, որ ինքնասպանության դեպքում քահանան չի կարող որևէ կարգ կատարել բացառությամբ այն դեպքերի, երբ հանգամանքների ճշտման եւ ստուգման արդյունքում պարզվում է, որ ինքնասպանությունը կատարվել է պակասամտության, անսթափության, հոգեկան հիվանդության պատճառով։ Նույն այս կանոնը կրկնում է եւ մեջբերում է Մխիթար Գոշը իր դատաստանագրքում։ Այս կանոնի համար հիմք են ծառայել սուբգրային այն տեղիները, որտեղ որ պատմվում է Աստծո մարդուն կյանք շնորհելու մասին։ Օրինակ, Ծննդոց գրքում առաջին գլխի 26-րդ համարում եւ երկրորդ գլխի 7-րդ համարում ասվում է, որ Աստված մարդուն ստեղծելով նրան կյանք տվեց, նրա մեջ շունչ փչեց եւ մարդը դարձավ կենդանի էակ։ Եվ կարծես մարդը ինքն իրեն այդ կյանքից զրկելով ինքնուրույն այդ կյանքից հրաժարվում է, Աստծո մեծագույն պարգևից հրաժարվում է։ Իսկ մենք թաղման կարգը կատարելով հենց այդ անձի համար կյանք ենք խնդրում, որից որ ինքը արդեն իսկ հրաժարվել է։ Բացի դրանից ինքնասպանությունը նաև հետևանք է անհուսության, որ մարդը կորցնում է ապրելու հույսը եւ հույսը առ Աստված։ Այստեղ պետք է մեջ բերենք Պողոս առաքյալի Կորինթացիներին ուղղած երկրորդ նամակից մի հատված, որտեղ որ Պողոս առաքյալը առաջին գլխում պատմում է, թե ինչպես իրենք մեծ փորձության մեջ ընկան Ասիայում եւ նույնիսկ այնքան մեծ էր փորձությունը, որ ապրելու հույսը կորցրեցին եւ զգացին, որ մահվան վճիռը կախված է իրենց վրա։ Եվ ասում է, որ դա պատահեց, որպեսզի իրենք սովորեն ապավինել ոչ թե իրենց, այլ Աստծուն։ Նաև պետք է ասենք, որ ինքնասպանությունը նույնպես սպանություն է, որը որ խախտումն է Աստծո 10 պատվիրաններից մեկի՝ մի սպանիր պատվիրանի, եւ այստեղ տարբերությունը այն է նաև, որ ինքնասպանության դեպքում մարդը զրկվում է իր մեղքը քավելու հնարավորությունից, այլևս ժամանակ չունի, որպեսզի իր մեղքը քավի։ Տարբերությունը այն դեպքի, երբ որ մարդը սպանությունից հետո կարող է գնալ քահանայի մոտ, խոստովանել իր մեղքը եւ ապաշխարության շրջան անցնելով մաքրվել այդ մեղքից։ Եվ մենք պատարագի սկզբին իսկ մի այսպիսի աղոթք ենք կարդում, քահանան այդպիսի աղոթք է կարդում, որ ժողովրդին արձակելով մեղքերից ասում է տացե ժամանակ ապաշխարելով եւ գործելով ըստ բարիս։ Ոստի այդ ժամանակը այլևս ինքնասպանը կորցնում է։ Եվ նաեւ պետք է ասենք, որ հայոց եկեղեցին իր հստակ այս դիրքորոշմամբ ետ է պահել շատերին ինքնասպանությունից, ի տարբերություն այլ կրոնների կամ կրոնական ժամանակակից այլ շարժումների, որոնք ինքնասպանություն համարում էին փրկություն կամ ինքնադրսևորման մի ձև։ Նույն այդ խստությամբ էր, որ նաև հայ իրականության մեջ եղել է այսպիսի սովորություն, որ ինքնասպաններին թաղել են ընդհանուր գերեզմանոցից դուրս, նույնիսկ բերանքսի վայր։ Թեև ինքնասպանների վրա որևէ կարգ չի կատարվում, բայց հովական եւ հոգեխնամքի տեսանկյունից շատ կարեւոր է քահանայի ներկայությունը այդ ընտանիքում եւ նաեւ իր մխիթարական խոսքերով եւ աղոթական ներկայությամբ
այդ ընտանիքի անդամներին սփոփելը։ Ժորժի երկրորդ հարցին անդրադառնամ, ինչու է կանանց գերեզմանի փոսն ավելի խորը փորվում, քան տղամարդկանցը, համապատասխանաբար 180 եւ 150 սանտիմետր խորությամբ։ Այս հարցի պատասխանը նույնիսկ զավեշտալի է, որովհետև որևէ հոգևոր իմաստ այդտեղ չկա, այլ սա հետևանքն է հեթանոսական սնահավատություններից բխող սովորությունների, որոնց որ կարող ենք հանդիպել ազգագրական հանդեսներում, եւ դրանց նպատակն էր իբր կանխել մեռածի հետ գալը եւ իր հետ որևէ այլ մեկին տանելը։ Այս սնահավատության հետևանք է նաեւ այն, որ տեսնում ենք հաճախ թաղման կարգի ժամանակ սխալ սովորություններ հետանոսությունից եկած, օրինակի համար մահացածին 3 անգամ պտտելը, կամ դագաղը տան դռանը հարվածելը, կամ գերեզմանոցից որևէ բան տուն չտանելը, կամ նույնիսկ այլ ճանապարհով ետ տուն դառնալը, որպեսզի այնպես չլինի, թե մահացածը տան ճանապարհը ետ գտնի եւ գա ինչ-որ մեկին տանելու։ Եվ նույն այս շարքին կարող է դասվել նաև այս սովորությունը, որ կանանց գերեզմանը ավելի խորն են փորում, քան տղամարդկանցը, համարելով թե կանայք ավելի համարձակ են։ Ուստի սա որևէ հոգևոր իմաստ իր մեջ չի ներառում, այլ զուտ հեթանոսական սովորության շարունակություն է, որը որ սնահավատություն։ Աստծո կողմից Մովսեսին երկրորդ անգամ տրված քարե տախտակները, որոնց վրա 10 պատվիրաններն էին գրված, որտեղ են գտնվում, հայտնի է արդյոք դրանց պահպանման վայրը։ Արտակ Առաքելյանն է հարցնում։ Ուրեմն երկրորդ օրինաց գրքում մենք այսպիսի տող ենք կարդում, որ այն ժամանակ Տերն ինձ ասաց. երկու քարե տախտակ կոփիր նախկինների նման ու բարձրացիր լեռը, փայտից տապանակ պատրաստիր քեզ համար, եւ ես այդ տախտակների վրա կգրեմ այն նույն պատգամները, որ գրված էին քո ջարդած առաջին տախտակների վրա, դրանք կդնես տապանակի մեջ։ Ուստի քարե այդ տախտակները եւ տապանակը անբաժան էին իրարից։ Այդ տապանակի մեջ էին պահվում նաեւ Ահարոնի ծաղկյալ գավազանը եւ նաեւ մանանայով, երկնային մանանայով լի ոսկե անոթը։ Մենք գիտենք, որ ուխտի տապանակը այլևս հայտնի չէ, թե որտեղ է գտնվում։ Եվ տապանակի մասին վերջին վկայությունը վերաբերում է Հուդայի թագավոր Հոսիայի կառավարման շրջանին, Քրիստոսից առաջ 622 թվականին, որտեղ որ Հոսիան ղևտացիներին հրամայում է, որպեսզի տապանակը դնեն այն տանը, որ կառուցեց Իսրայելի թագավոր Դավթի որդի Սողոմոնը, եւ այլևս կարիք չունեք այն ձեր ուսերի վրա կրելու, այսինքն տապանակը տեղավորեն արդեն քարեղեն մեծ կառույցում, տաճարում, Սողոմոնի տաճարում։ Եվ գիտենք, որ Նաբուգոդոնոսոր թագավորի օրոք 586 թվականին տաճարի կործանումից առաջ տապանակը փախցվում է եւ Երեմիա մարգարեն այդ տապանակը բարձրացնում է Նաբավ լեռան վրա եւ թաքցնում է այնտեղ գտնվող մի քարանձավում։ Այս մասին կարող ենք կարդալ Մակաբայեցիների երկրորդ գրքի երկրորդ գլխում 4-րդ համարից սկսած։ Մարգարեն երկնային հրամանի համաձայն հրամայեց վկայության խորանն ու ուխտի տապանակը իր հետ ման ասել, մինչև որ բարձրացավ այն լեռը, որտեղ եղել էր Մովսեսը Աստծո ժառանգությունը տեսնելու համար։ Երբ Երեմիա մարգարեն եկավ հասավ այդ վայրը, այնտեղ անտառապած եւ ամուր մի քարանձավ գտավ եւ վկայության խորանը, ուխտի տապանակն ու խնկերի սեղանը ներս տանելով փակեց մուտքը։ Նրան ուղեկցող մարդիկ մոտեցան, որ նշան դնեն այդ տեղին, բայց վայրը տանող ճանապարհը անգամ չգտան։ Երբ Երեմիան իմացավ դա, սկսեց հանդիմանել նրանց ու ասաց.
Միթե չգիտեք, որ ըստ հրամանի անհայտ պիտի մնա այդ վայրը, մինչև որ տերերի տերը բարեհաճ վերաբերմունք ցույց տա իր արարածներին եւ հրամայի ժողովել իր ժողովրդին։ Վարկածներից մեկը պատմում է նաև, որ եթովպական եկեղեցին ուխտի տապանակը գտել է եւ պահում է Աքսում քաղաքում, Սիոնի Սուրբ Կույս Մարիամի անունը կրող եկեղեցում, չնայած պարզ չեն հանգամանքները, թե ինչպես է ուխտի տապանակը հայտնվել եթովպական ուղղափառ եկեղեցու մոտ։ Նաև այլ մի վարկածի համաձայն ուխտի տապանակը գաղտնի է պահվում հրեաների կողմից, մինչև որ երրորդ տաճարի վերականգնվելը։ Պատմիչ Հովսեփոս Փլավիոսը իր հրեական պատերազմ գրքի մեջ հիշատակում է, որ երկրորդ տաճարի ներքին սենյակը բացարձակապես դատարկ էր։ Այս ամենը իմանալով մենք հստակ կարող ենք ասել մի բան, որ ուխտի տապանակը, որի մեջ որ գտնվում էին քարե տախտակները 10 պատվիրաններով, այլևս անհայտ կորած է։ Եվ կան միայն վարկածներ, որոնք որ խոսում են այդ տապանակի գտնվելու վայրի մասին։ Շնորհակալ եմ Տեր Այր մեր հաղորդմանը մասնակցելու համար։ Ես եմ շնորհակալ։ Տեր Աստվածատուր Քահանա Սարգսյանն էր պատասխանում մեր օգտատերերի հարցերին։ Մենք կհանդիպենք հաջորդ կիրակի, գրեք ձեր նոր հարցերը։ Հաջողություն։